ինչպիսի դժվարություններ ու բարդություններ կարող են առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են երազանքներով, ֆանտազիաներով, ովքեր որ աշխարհի մասին ունեն ուտոպիայի պես պատկերացումներ, այսինքն որ աշխարհը դրախտի պես մի վայր է, որտեղ չարը միշտ պարտվում է, բարին հաղթում է, ամեն ինչ պետք է լավ ավարտ ունենա, հարաբերությունները պետք է լինեն իդեալական, արդարությունը պետք է հաղթի, մարդիկ պետք է միմիայն լինեն իրար հանդեպ բարյացակամ, սիրով լեցուն։ Շատ գերազանց պատկերացումներ են, ես ինքս կցանկանայի այդպես լինել, բայց արդյոք իմ ինքնախաբեությունը ինձ օգնելու է իրականության հետ առերեսվելուց։ Հենց հաճախ շատերի մոտ տրամադրության անկումը, տխրությունը, բարդությունները, բողոքը սկիզբ է առնում այսպիսի պատկերացումներից, սկիզբ է առնում այսպիսի դիրքորոշումներից, որովհետև մենք փոքր տարիքում հեքիաթներում, ֆիլմերում շատ դրական, շատ happy end-ով սցենարների հետ ենք առերեսվում եւ այն մարդիկ, ովքեր չեն հաղթահարում մանկական այս ճգնաժամը, ովքեր մնում են աշխարհի մասին այս պատկերացումների փակ ուղում, նրանց մոտ բարդությունները ու դժվարությունները կարծես երաշխավորված է։ Ինչի հետ է պայմանավորված, որ մարդը չի կարողանում դառնալ ճկուն։ Որոշ մարդիկ, ովքեր որ առօրյա կյանքում չունեն այն, ինչ որ կցանկանային ունենալ, երբեմն հոգեկանը կոմպենսացիայի տեսքով մարդուն պահում է այն երազանքներով, որ այն ինչը որ իրականում չունեմ, այն ինչը որ իսկապես չունեմ, գոնե դրա մասին իդեայով ապրեմ։ Այն երազանքով, որ ամեն ինչ լավ է լինելու, որ ես հասնելու եմ իմ նպատակներին, որ մարդիկ փոխվելու են։ Այս երազանքները իրենք ինչ որտեղ գուցե օգնում են, որ դուք գոյատևեք, որ ինչ որ փուլում հաղթահարեք ինչ որ դժվարություններ, բայց եթե դուք շարունակ մնում եք կարճած այս դիրքորոշումներից, այս ուստանովկաներից, ապա ավելի է բարդանալու իրավիճակը, որովհետև այն պատկերացումները, որ մենք ունենք, որ պետք է ինձ կես բառից հասկանան կամ երբեմն առանց իմ խոսալու հասկանան, թե չեն հասկանում, որ եկել եմ, այս ինչ բանը պետք է անեն, որ աշխատանքից վերադարձել եմ, երեխաները չպետք է աղմկեն, կինս պետք է միանգամից ինձ կերակրի, ամեն ինչ պետք է պատրաստ լինի նրան, որ ես եկել եմ, բոլորը պետք է հասկանան, թե ինչքան դժվար է եղել իմ առօրյան, ինչն է խանգարում, որ տվյալ մարդը չի բարձրաձայնում այն մասին, ինչը որ իրեն ցանկալի է կամ ինչ պահանջ որ ունի նա։ Գուցե հենց այստեղ էլ է թաքնված այն ուտոպիայով պարուրված միտքը, որ դե պարզից էլ պարզ է, որ պետք է այստեղ այս պետքեի վրա եմ ուզում կանգ առնել առանց շարունակելու, հենց խնդիրը կարծես նրա հետ է, որ մենք նախընտրում ենք երբեմն ապրել պետկաներով, որովհետև հենց մենք էլ ենք տենց գործում, պետք է գնամ աշխատանքի, պետք է սովորեմ, իսկ որտեղ է մնում բավարարված լինելը, որտեղ է այն հանգամանքը, այն կարևոր փաստը, որ ինչ որ բան անելուց նաև հաճույք ստանալը դառնում է ռեսուրս տվող միջոց, այսինքն նա ինձ ուժ է տալիս, որպեսզի ես նաև հասնեմ իմ նպատակին, ոչ թե մեխանիկական ավտոմատ գործողություններ անեմ, որովհետև պետք է անեմ, որովհետև բոլորը ինձանից դա են սպասում ու ակնկալում, այլ որ իրոք ես դրա արժեքը հասկանում եմ, ես դրա կարևորությանը մեծ նշանակություն եմ տալիս, այսինքն ես ուզում եմ սովորել, որովհետև սիրում եմ այս մասնագիտությունը, որովհետև ուզում եմ բավարարված լինեմ իմ աշխատանքով, որովհետև ուզում եմ աշխարհի կամ մարդկանց համար լավ բան անել, որովհետև ինչու՞ չէ նաև իմ կատարած աշխատանքի դիմաց վարձատրվելու եմ եւ այդ ֆինանսով հոգալու եմ իմ մյուս կարիքները, հոգ եմ տանելու իմ բարեկամների ու ընտանիքի անդամների մասին։ Հարաբերություններում երբեմն հենց հոգեթերապիայում այցելուները առճակատվում են այս խնդրի հետ, որ շատ դժվար է այն մարդու համար, ով որ միշտ հակված է այն մտքին, որ ինքը սխալ չէ, իր ներդրումը չկա հարաբերության բարդացման հարցում, ես ճիշտ եմ, ես ոչ մի վատ բան չեմ արել, ինձ խաբել են, ինձ օգտագործել են, իմ կարծիքը հաշվի չեն առել, ինձ դավաճանել են, ինձ չեն հասկացել։ Երբ որ ես կենտրոնացած եմ նրա վրա, որ ես ճիշտ եմ, որ ես անսխալակամ եմ, որ եթե ես լավ բաներ եմ արել, ապա դրա դիմաց միայն ստանելու եմ լավը,
ես կորցնում եմ իմ ռեֆլեքսիվ հմտությունները, այսինքն չեմ կարողանում վերլուծել իրավիճակը ավելի օբյեկտիվորեն, ես սուբյեկտիվ տեսանկյունից եմ միայն նայում։ Հարգելիներս, գոյություն չունի հարաբերություններում միակողմանի ուղի։ Հարաբերություններում ճանապարհները երկու կողմանի են, հանդիպակաց են, այսինքն ինչքան էլ որ ես հակված եմ, որ ամեն ինչ մաքսիմալ կերպ անել ավելի արդյունավետ, լինել ավելի ճկուն, մենք այստեղ նաև գործ ունենք մյուս թևի հետ, այլ մարդու հետ, դիմացինի հետ, ով ունի իր սուբյեկտիվ պատկերացումները, անցյալի փորձը, ով ունի բնավորության առանձնահատկություններ, խառնված կամ գուցե անձնային խանգարումներ, կամ գուցե շեշտվածություններ, որը որ հարաբերության մեջ այդ երկու մարդու հարաբերության կոնտակտում այստեղ ինչ որ բան է տեղի ունենում։ Մի օր կարող է տրամադրություն չունենալ, մի օր կարող է ինչ որ բան ձախողված լինել, մի օր կարող է հոգնած լինել, մի օր կարող է իր կարծիքը չհամընկնի ձեր կարծիքի հետ, մի օր կարող է կոնֆլիկտ առաջանալ, վեճ առաջանալ, որքանով ենք մենք ճկուն ու adekvat ռեակցիա տալիս իրավիճակին, որքանով ենք մենք դառնում պատրաստական քննարկել զուգընկերոջ հետ, թե ինչ է տեղի ունենում։ Իսկ երբեմն ինչն է խանգարում սրան, որ մենք ունենք պատկերացումներ, որ պետք է հարաբերությունը լիներ սենց ու վերջ մենք մնում ենք կարճած այդ մտքից։ Երբ որ մենք ընտրել ենք մի ուղղություն ու միայն այդ ուղղությամբ ենք նայում, մենք կորցնում ենք հնարավորությունը 4 կողմը նայելու, նաև այլ բաներ տեսնելու, իսկ մենք, քանի որ հակված ենք այդ պետկաներով ապրելուն, այսինքն մենք ունենք ինչ-որ սցենարներ, ինչ-որ ստանդարտներ ու միայն փորձում ենք այդպես առաջնորդվել, միայն փորձում ենք այդ տեսանկյունից նայել աշխարհին, սակայն հոգեկան առողջության ստանդարտներից մեկը հենց այն է, որ մարդը ճկուն է, իրավիճակին համարժեք կարողանում է ադապտացվել, եթե դրսում -20 է, ինչքան էլ որ ես ցրտադիմացք ունեմ, ինչքան էլ որ ես ֆիզիկապես ուժեղ եմ, բայց միևնույն ժամանակ ես գիտակցում եմ, որ եթե դուրսը ցուրտ է, ապա պետք է կրել վերարկու, եթե դրսում շոկ է, ապա պետք է թեթև զգեստով լինեմ։ Այս է ճկունությունն է, ճկունությունը նաև պայմանավորված է ոչ թե մեր պրիմիտիվ պահանջների, բազային պահանջների բավարարման հարցում, այլ նաև մենք զարգանալով, անձնային աճ ունենալով կարողանում ենք ավելի բարձր շերտերում, ավելի բարձր լեվելներում լինել արդյունավետ, այսինքն մարդու հոգեկանը շատ բարդ կառուցվածք ունի ու մարդը չի կարող միշտ լինել կայուն, ստատիկ, մարդը դինամիկ է, մարդը փոխում է ըստ իրավիճակի, ըստ եղանակի, ըստ ամեն մարդու հետ հաղորդակցվելուց ու հարաբերակցվելուց, եթե ես չեմ կարողանում տվյալ իրավիճակին համապատասխան ուժ ցուցաբերել, գիտելիք ցուցաբերել, այսինքն եթե ես աշխատավայրում եմ, այգում եմ, ֆիզիկական գործողություն եմ կատարում, պետք է ուժ գործադրել։ Եթե ես օֆիսում եմ ու աշխատում եմ, ապա ավելի շատ իմ անալիտիկ մտածողության վրա եմ ուշադրություն դարձնում կամ շեշտադրում կատարում։ Կոնֆլիկտի ժամանակ ես ինչքանով եմ կարողանում լինել հանդուրժող, ինչքանով եմ կարողանում լինել ըմբռնող։ Մյուս ծայրահեղությունն էլ արդյունավետ չի, երբ որ ես միշտ անդադար լինեմ հասկացողի դերում, ներողի դերում։ Այս դեպքում ես եւս ունենալու եմ բողոք, որտեղ ինձ չարաշահելու են, օգտագործելու են, գուցեև խաբելու են, գուցեև մանիպուլացնելու են, գուցե կոլեգան ինձ ասելու է, որ կլինի այսօր իմ տեղը աշխատես, որովհետև գիտի, որ ես շատ բարի եմ, կլինի մեքենատ վերցնեմ, գնամ այսինչ տեղը, որովհետև գիտի, որ ես չեմ կարողանալու ասել չէ։ Իսկ ես արդեն այստեղ ունենալու եմ գուցե հետևյալ դիրքորոշումը, որ ինչը ինքը չի հասկանում, որ իմ մեքենան չի կարելի անverջ իմ հաշվին վարել, առանց բենզին լցնելու, առանց ինչ որ սարք որ փչանում է, դրա մեջ ներդրում անելու։ Իհարկե կարող է եւ չհասկանալ։ Այստեղ եւս ես ապրում եմ հետեւաբար ենթադրություններով։ Ես ենթադրում եմ, ես սպասում եմ, որ դիմացինս գլխի է ընկնելու։ Հարգելիներս, մեր դիմացիները գուշակ չեն, ինչպես եւ մենք պետք չէ լինենք գուշակ։ Եթե ես ցանկանում եմ, որ դու ինչ որ բան անես ինձ համար, որը որ դու գլխի չես ընկնում, ինչն է խանգարում, որ ես չեմ բարձրաձայնում այդ մասին։ Ինչն է խանգարում, որ ես իմ անձնային սահմանները հստակ չեմ դնում։ Գուցե այստեղ արդեն մենք գործ ունենք ցածր ինքնագնահատականի հետ,
ունենք վախեր, որ մենք եթե դիմացինին ասենք ոչ, ապա մեզ անտեսելու են, մեզ թողելու են, մեր մասին վատ կարծիք են ունենալու, մեր մասին բամբասելու են, արդեն մենք կախված ենք այլ մարդկանց կարծիքներից, հանրային կարծիքից, ու մենք փորձում ենք անդադար ամեն ինչ անել, որ լինենք լավը, որ մեր մասին լավ բաներ խոսան, որ մենք լինենք լավ զուգընկեր, լավ որդի, լավ եղբայր, լավ ամուսին, լավ հայրիկ, ամեն անգամ, երբ որ մենք ինչ-որ բան անում ենք չերես սիբյա, այսինքն մենք այրվում ենք, որպեսզի լույս տանք, մեր հոգեկանում կուտակվում են այն բացասական էմոցիաները, որ տվյալ իրավիճակին համարժեք չենք արտահայտել, եթե դու ինձ ցավացրել ես եւ ես չեմ կարողացել դա արտահայտել, այդ ցավը չի կորչում, իմ ներսում միտեղ կուտակվում է, կուտակվի եւ մի օր տեղի ունենալու կուլմինացիա, այսինքն կարող է եւ լինել կուլմինացիա այն դեպքում, երբ որ ընդհանրապես իմ պորտկումը համարժեք չէ իրավիճակին, սրա հետ է նաեւ պայմանավորված բըրնաութը, այսինքն հուզական այրումը, սրա հետ կարող է պայմանավորված լինել, սրա նպաստող գործոն կարող է լինել հենց նևրաստենիան, երբ որ մեզ անդադար չարաշահում են, օգտագործում են, երբ որ մենք չենք կարողանում ասել ոչ, հոգնել եմ, չեմ ուզում կներես, բայց իմ ժամանակը ավարտվել է, իմ աշխատանքը ավարտվել է, ես ուզում եմ ժամանակ անցկасնել իմ ընկերների հետ, կամ ընդհանրապես բացատրություն ինչի ենք մենք փորձում տալ, չեմ ուզում ու վերջ։ Եվ ենթադրությունների հետ կապված այս քննարկման իմաստը հենց նրանում է, որ ոչ թե մենք սպասենք, թե երբ է դիմացինը գլխի ընկնելու, որ բավական է, հերիք է, այլ մենք փորձենք այդ հերիքեն բառայնացնել, ոչ թե մենք ապրենք այն ենթադրություններով, որ վերջապես հայտնվելու է սպիտակ ձիով ասպետը, որ ամեն ինչ հասկանում է, իմ համար ամեն ինչ անելու է, հարգելիս, ես ինչ է չունեմ ձեռքու ոտք։ Ես չեմ կարողանում իմ համար ինչ-որ բաներ անել, որ պետք է փրկիչ մհերը ծնվի ու ինձ փրկի, ինչն է խանգարում, որ իմ ուշք ու միտքը նրա վրա է, որ ինչ-որ մարդիկ իմ համար անելու են այն ամենը, ինչ որ ես եմ ուզում։ Ինչու չեմ ես սկսում անել այն, ինչ որ ես կարող եմ։ Խոսքը նրա մասին չէ, որ ոչ մեկի համար պետք չի ինչ-որ բան անել։ Բոլորիս հաճելի է, երբ որ սիրված ենք, երբ որ հարգված ենք, երբ որ մեզ նվերներ են նվիրում, երբ որ մեր համար ինչ-որ լավ բաներ են անում, բայց դա չպետք է լինի նստեմ, երազեմ, թե երբ է ինչ-որ մեկը իմ համար ինչ-որ բան անելու, կամ երբ որ դիմացինը չի անում, սկսեմ բողոքել։ Ես ինչքանով եմ պատրաստակամ, ինչքանով եմ կարողանում իմ ցանկությունները բառայնացնել, ճանաչել իմ ցանկությունները, ճանաչել իմ էմոցիաները, իմ ընկերոջը ասել, Վազգեն, Գեղամ, ինչ կլինի իմ ծննդյան օրը, ենթադրենք, էս նվերը արա, ոչ թե այն նվերը, որ դու մեծ ջանքեր ես գործադրել, դու գումար ես հավաքել, տալիս ես մի բան, ինչ որ ինձ ցանկալի չի։ Ինչու եմ ես նստած երազում, որ պետք է դիմացինը անի մի բան, ինչ որ ինձ հաճելի է, երբ որ ես կարող եմ դա ուղիղ ասել։ Ինչն է մեզ խանգարում, որ մենք ուղիղ չենք կարողանում արտահայտել մեր մտքերն ու ցանկությունները։ Այստեղ հարց է առաջանում, գուցե հենց դա պայմանավորված է նրանով, որ փոքր տարիքում մեր ցանկությունները չենք բարձրաձայնել, մեր մտքերին, մեր կարծիքին տեղ ու նշանակություն չեն տվել, մեզ հետ չեն քննարկել, թե մենք ինչ ենք սիրում, ինչ ենք ուզում, մենք ենթադրել ենք, մենք սպասել ենք, որ մեր ծնողները ինչ-որ լավ բաներ պետք է անեն մեզ համար, այո, դուք ճիշտ եք, փոքր տարիքում նախաձեռնողը պետք է լինի ծնողը, բայց կարող է խախտվել այս ամեն ինչը այն դեպքի հետ պայմանավորված, երբ որ ծնողը չի կատարել իր պարտականությունները։ Այստեղ էլի խնդրում եմ չխորանանք այն մտքի վրա, որ ծնողներին քննադատում են։ Հարգելիս, ծնողը եւս մարդ է, ով իրավունք ունի սխալվելու, ով ունենում է նաեւ խնդիրներ, բարդություններ, ով կյանքում շատ դժվարությունների հետ է առերեսվում ձեզ դաստիարակելու, կրթելու, մեծացնելու հարցում։ Բայց որքանով է ծնողը ճկուն, որքանով է ծնողը կարողանում գիտակցել իր սխալները, որքանով է ծնողը կարողանում ասել բալես, տղես, աղջիկս, գիտես ես մտածբաղ էի ու
մտքիցս դուրս եկա, որ դու ինձանից պաղպաղակեիր ուզել, ես չեմ բերել։ Okay, արի ուրիշ տարբերակ մտածենք, արի հիմա իրար հետ իջնենք եւ ես գնեմ այն ինչ որ դու ուզում ես։ Այսպիսի փոքր մանրուքներով է երբեմն պայմանավորված, երբեմն այսպիսի մանրուքները կուտակում են եւ առաջացնում են մեծ խնդիր, ավելի մեծ բարդություններ։ Երևի այսքանը սիրելիներս, լավ մնացեք։